Բարև ձեզ, մեդիահաբի հարգելի հետևորդներ, հերթական անգամ մենք, ես և իմ գործընկեր Արտուր Հայրապետյանը հանդիպում ենք ձեզ հետ ուղիղ եթերում, ողջույն Արտուր։ Ողջույն Կարեն, բարի առավոտ հարգելի հետևորդներ, հեռուստադիտող, մենք սկսում ենք առավոտը մեդիահաբի հետ, սուրճը պատրաստեք, ինչպես որ մենք ենք պատրաստել, չէ Կարեն, սուրճը պատրաստել ենք, նստել ենք և փորձելու ենք ինչ տեղի ունեցածի մասին խոսել, շաբաթ-կիրակի հատկապես ինչ տեղի ունեցավ երկրում, իհարկե լավ լուրերով էլի չենք փորձելու փայլել և ժողովրդի վերամցնել են ինչ որ տեղի ունենում մեր երկրում, թեև շատ կուզենայինք, որ դրական լուրերով հայտնեինք առավոտը, հատկապես երկուշաբթիա, մինչ մեր ընդհանուր թեմաներին անդրադառնալը Կարեն, ես նաև հիշեցնեմ մեր հեռուստադիտողին, որ կարող են ակտիվորեն մասնակցել, հարցեր ուղղել մեր հյուրին, մենք էլի կրկին շատ հետաքրքիր հյուր ունենք, որը կմիանա մեզ ընթացքում, բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին և փորձենք կրկին հարց-պատասխանի միջոցով ավելի հետաքրքիր դարձնել օրվա եթերը։ Արտուր, ավանդույթը չխախտենք և սկսենք ծեծկրտուկներից, ռազմորկաներից, որոնք օրը ցերեկով են տեղի ունենում, բոլորի աչքի առաջ, անթաքույց, այո։ Գիտես ինչու անընդհատ այդ կարգի բաներ են տեղի ունենում, ծեծկրտուկ, ինքնասպանություն, սպանություններ, կրակոցներ։ Միակ դրական լուրն է, որ զոհ չունենք։ Զոհ չունենք, սակայն կա մոտ 12 վիրավոր։ Դաշտավան Արարատի մարզի Դաշտավան համայնքում տեղի է ունեցել զանգվածային ծեծկրտուկ, ըստ ոստիկանության հաղորդագրության, այս անգամ զենքերին, նկատի ունեմ զինամթերքին փոխարինել են քարերը, մահակները, կրփազենքը Ռուկավյատկին, կհիշեք, որ երկաթի սենց հակնում էին մատներին ու ամեն մի հարվածը կարող էր ոսկորները փշրել։ Արդյունքում Դաշտավանում այդ ծեծկրտուկի պատճառով 10 վիրավոր կա, իհարկե կան նաև ձերբակալվածներ, դրանց զուգահեռ Վեդիում մի հոգի դանակահարել է 20 և 21-ամյա երիտասարդների, մի հոգին 2 հոգու և էլի փառք Աստծո զոհ չկա, բայց մենակ մի օրում ունենք 12 վիրավոր։ Դեռ չենք խոսում ավտովթարների մասին, ինքնասպանությունների դեպքերն են շեշտակի ավելացել, որ չկա ինքնասպանություն չլինի։ Չէ, իսկապես մտահոգիչ է այս ամեն ինչը Կարեն, որովհետև մենք անընդհատ նույն տեղում դոփում ենք ու անընդհատ իրավապահ համակարգին բերում ենք այս օրինակները, թե ինչա կատարվում, բայց կարծես սա էլ տեղից չի շարժվում։ Պատճառ կա դրան հստակ, որովհետև մեր ողջ իրավապահ համակարգը լծված է ընդամենը մի մարդու պաշտպանության, թիրախու պաշտպանության, նկատի ունեմ, թիրախում ընդամենը մի մարդ է, մի մարդ է, դրան զուգահեռ մեր ոստիկանությունը աշխատում է փնթի, բառից բուն իմաստով փնթի, մեր ոստիկանությունը չի կարողանում արհեստական բանականությամբ ստեղծված մարդուն տարբերել իրական մարդուց։ Ես դա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ ոստիկանությունը արհեստական բանականությամբ ստեղծված մարդուն չի կարողանում տարբերել իրական մարդուց։ Եթե ոստիկանությունը իմ այս ասածից իրեն վատը զգա և որոշի պարզել, թե ես ինչ նկատի ունեի, ես կարող եմ իրենց ապացուցել, որ այո, իրենք արհեստական բանականությունը չեն կարողանում տարբերել իրական մարդուց և անհանգստություն են պարզում պատճառում մարդկանց և մարդիկ են գնում ոստիկանություն ու ապացուցում, որ դա ոչ թե իրական մարդ է, այլ արհեստական բանականություն։ Ահա այս որակի վրա է գտնվում մեր ոստիկանությունը, ահա նման փնթի ձևով է աշխատում մեր ոստիկանությունը։ Բնականաբար նման փնթիության պատճառով որևէ ակնկալիք չեն կարող ունենալ։ Օր-օրյա ավելի շատանում են նմանատիպ դեպքերը։ Կարեն, ես հիշեցնեմ, 2 օր առաջ էր, կարծեմ շաբաթ օրն էր, եթե չեմ սխալվում, Քոչարը ամբողջովին հոսանքազրկված էր և մի հատված նաև կար Կոմիտասի հատվածում, դա մոտավորապես 9-ի կողմերն էր, այսինքն այն պիկ ժամերն էլ չէր, հա, ամբողջական է Քոչարը և Կոմիտասի մի հատվածը հոսանքազրկված էր, սվետաֆորները չէին աշխատում ու դու տեսնեիր ինչ էր կատարվում, մենք պիտի օդանավակայան հասնեինք ու մենք հասանք երևի 2 ժամ հետո, երբ որ արդեն բանից անցել էր, լավա որ
մեր մեջից մեկը չէր թռնելու եւ տենց կորան լիներ, հա, ժամանակի պատճառով մնար տեղում։ Ուրեմն մի ճանապարհային ոստիկան չկար, գոյություն չուներ։ Նույնը, երբ որ մենք մի կերպ հասանք օդանավակայան հետ էինք գալի, էլի հոսանք չկար, էլի նույն վիճակն էր ու էլի ոստիկան չտեսանք, որը կկարգավորեր ճանապարհը, այն էլ այդ ժամին արդեն որ հետ էին գալի, մոտավորապես 11 անց էր, հա, էլի նույն վիճակը, էլի վարորդները նյարդային այդ վիճակում փորձում էին իրենց կարգավորեին, մի մարդ դուրս էր եկել այդ բանը ու ինքն էր չէ, քաղաքացիական անձը, չէ, ասում ես էլ եմ ականատեսել այդպես բաների։ Ոչ մի համակարգ չի աշխատում, հասկանում ես, միայն այն չի, որ կոնկրետ մի համակարգ կա, որը թերանում է, այս մի համակարգը բան կա, որը փորձում է ինչ-որ լուծումներ տալ եւ այլն, չի աշխատում ոչ մի համակարգ։ Այ փոխարենը իրենք աշխատում են շատ այսպես մարտավարություն իրականացնել, հենց ուժայինները, երբ որ մարդուն գնում են, որ առավոտ շուտ կլինի, գիշերը կլինի, ցերեկը կլինի, հա, մարդուն պարկեցնել ասֆալտին, փորձել այդ շոուն ապահովել, նկարել, տարածել, կարծես այդ վիդեոները շատ կարևոր մարդու համար են, այդ մարդը կոնկրետ ասել է ինչ արեք, որովհետև ես ունեմ ներքին վրեժխնդրություն, գուցե։ Ու եթե նկատել ես, խոսքը վերջի դեպքի մասին է, ընդ որում բացի նրանից մարդու անձնական կյանքի հետ կապված ակնարկներ են անում, ինչ օրինակ Արգամ Աբրահամյանի ձերբակալության հետ կապված մի կողմ թողնենք պատճառները, չխորանանք այդ պատճառների մեջ, այո, կանխավարկած գոյություն ունի, բայց նա ինչ ռելիզ են տարածում, որ կինը նկատի ունեն Ծառուկյանի աղջիկը անձնական շփումներ ուներ տվյալ հոգևոր մարդու հետ ում սպանել են ըստ ռելիզի։ Հիմա նայ Արտուր ջան, ինչ է նշանակում անձնական շփում։ Նայ նրանք շատ նկատի ունեն պատկան մարմինները շատ երկիմաստ հայտարարություններ են տարածում, ռելիզներ են տարածում, մարդու փորձում են արատավորել մարդու անունը, արժանապատվությունը, անձնական շփում ասվածը շատ երկիմաստ ես ու դու էլ են գտնվում անձնական շփման մեջ։ Մենք կոլեկտիվում, աշխատավայրում բոլորս գտնվում ենք անձնական շփումների մեջ, այսինքն դրանք աշխատանքային հարաբերություններ են, բայց նաև երբ որ երկու հոգի իրար հետ զրուցում են, երկու հոգի իրար հետ ինչ-որ թեմայի շուրջ են զրուցում, քննարկում են ինչ-որ մի բան, տվյալ պահին այդ մարդիկ գտնվում են անձնական շփումների մեջ։ Եթե ես քեզ պարտք եմ տալիս, օրինակ, պայմանական, հետո դու ինձ պարտքը վերադարձնում ես, տվյալ պահին մեր միջև նույնպես ինչ-որ ձևավորվում է անձնական շփումներ։ Բացի դրանից նկատել ես ռելիզները տարածելուց այդ տեսանյութերը ձերբակալման, կալանավորման, իդեպ հյուրի հետ խոսալու ենք այդ մասին, նկատել ես երաժշտություն են դնում տակը, ինչ-որ ազդեցիկ լինելու համար են մուտքից ԱԱԾ-ից ներխուժում է աստիճաններով բարձրանում է վերև, հատկապես ու այդ ամբողջը երաժշտության տակ։ Հատկապես երբ որ մարդը ոչ փախուստի է դիմում, ոչ փորձում է դիմադրել ինչ-որ, հա, մարդը իր կանգնած, հա, ինչի համար եք դուք այս ժամանակին շոուն ապահովում, հատկապես դու անդրադարձար շատ կարևորագույն թեմայի անձնական տվյալների հետ կապված, Կարեն, մենք մոռանում ենք, որ միայն վարկաբեկման մասին չի այս ամեն ինչը, հա, այն որ վարկաբեկվում է մարդը, այն որ խոցելի է դառնում մարդը, նաև գործ ունենք մարդկային ճակատագրերի մասին, հատկապես այս թեմայով մենք ունենք նաև երեխաներ, հա, որոնք կոնկրետ ճակատագրերի հետ են խաղում երեխեքի, հա, որովհետև այս համակարգը ոչ թե մեկ անձի պարտավորությունների ներքո է փորձում իրականացնել այն ինչ որ կա, այլ նաև ինքը շերտավորումներ ունի, ճյուղավորումներ ունի, մի մարդու մասին չի, երեխու ճակատագրի մասին է խոսքը եւ դնել այո մարդու անձնականը այսպես հանրայնացնել երկիմաստ ընդ որում այտենց հայտարարություններով, ակնարկներով, չէ՞։ Ու ամեղության կանխավարկած այսպես ոտնահարել, չգիտեմ, իհարկե այս ամեն ինչը հայտարարությունների շարքում է գտնվում եւ ես իսկապես չգիտեմ սրա դեմը ինչպես պետք է առնել եւ երբ լինելու այն մի օրը, որը կազատվենք այդ վիճակից։ Սրա դեմը առնելու մի ճանապարհ կա։ Պետք է փոխվի այս իշխանությունը ամբողջությամբ, ոտից գլուխ, ընդ որում միշտ շեշտադրում է լինում է Փաշինյանի փոփոխությունը,
հիմնականում, սակայն ամբողջությամբ պետք է այս իշխանությունը փոխվի, պետք է փոխվի այն փիլիսոփայությունը, որը ներդրել է այս իշխանությունը իր գործունեության տրամաբանության հիմքում, իսկ այս իշխանության գործունեությունը ամբողջությամբ միտված է մարդուն վարկաբեկելու, մարդուն վախացնելու, մարդուն ստորացնելու արժանապատվությունը ոտնահարելու վրա։ Եվ նայ, այս իշխանությունը ամեն դեպքում հավերժ չի եւ այո, մի օր ազատվելու ենք այս իշխանությունից, բայց համակարգը որպես այդպեսին տարիներ է պետք կարեն, որ կարողանա թարմանա, չէ, ռեստարտ լինի գործի։ Այո, դրանք եւ ժամանակա եւ ֆինանսավորումներ են եւ հազար ու մի բաներ կան, չէ, հատկապես երբ որ մենք տեսնում ենք այսօր այս համակարգում ուժային կառույցներում ես այս բառը պիտի եթերով ասեմ, տհասների մի խումբ է հավաքվել, որտեղ Նիկոլը ասում էր կրթություն պետք չի, դպրոց պետք չի, չէ, դիպլոմ պետք չի, այսինքն, չգիտեմ, գյուղից մեկին կարելի է այն որ անասուններին տանում են հովիվա ինչ որ, հա, կարելի է իրան այդպես բերել, նույնիսկ կարող է տեսք չունենա այդ մարդը, բայց ինչ որ մանկության երազանք ունենա, որ ինքը ոստիկան լինի կամ համակարգի աշխատող լինի, եւ Նիկոլը իր մանկության երազանքները Պարեկային ծառայությունը չեմ ասում ամբողջովին, բայց ժամանակին տպավորություն էր, որ այդ ծառայությունը ձևավորվում է լիստեմով տրված հայտարարությունների հիման վրա, որ եկեք մենակ պարտադիր չի, ոչ կրթություն, ոչ բարեկրթություն, ոչինչ պետք չի, մենակ եկեք, բաց դռների օր։ Ինչ ես կարծում։ Նույնիսկ դու չգիտես այդ մարդիկ գրել գիտեն, թե ոչ։ Ամենա այսպես պրիմիտիվ բանն եմ ասում, էլի, տարաճանաչեն թե ոչ։ Լիստեմի հայտարարությամբ մարդիկ ընդունվում էին ոստիկանություն, այնինչ ժամանակին սպա դառնալու համար պետք էր ոստիկանական կրթություն, առնվազն բարձրագույն կրթություն, եթե մարդը ակադեմիան էլ չի ավարտել ոստիկանության, բայց գոնե բարձրագույն կրթություն, ճանապարհ, մի խոսքով այսինքն մարդը կոչումով էր դառնում ոստիկան, ոչ թե ուղղակի միլիցիա։ Հիմա ձևավորվում են ոչ թե ոստիկաններ, այլ ուղղակի միլիցեք։ Այս համակարգը նվաստացնելու միտում կա կոնկրետ կարեն։ Արժե զրկելու, այո։ Սա էլ է արվում միտումնավոր եւ այո, այս իշխանության օրոք ես այլևս ոչ մի բանի վրա չեմ զարմանում, իհարկե ինչը նաեւ շատ տխուր է, որ չես զարմանում եւ չես զայրանում այլևս։ Իդեպ հյուրը ոնց որ եկել է։ Այո, ես տեսնում եմ, որ հյուրը եկել է, ես ուղղակի պետքա ներկայացնեմ մեր հյուրին, որը իսկապես այսպես հա ներկայացնելու կարիք էլ չունի։ Մեր հյուրը Պաուլ Հայրիկյանն է, բոլոր ժամանակների սահմանադրագետ, սահմանադրության, այսպես ասած, ջատագով եւ այստեղ հրավիրենք Պաուլ Հայրիկյանին։ Խնդրեմ, պարոն Հայրիկյան, համեցեք։ Ողջույն, պարոն։ Բարև ձեզ, խնդրեմ, նստեք, պարոն Հայրիկյան։ Ինչպես է, պարոն Հայրիկյան։ Պարկաստուն։ Առավոտը կարողանում եք շուտ արթնանալ։ Դժվարությամբ։ Բայց վիշերներ ուշ եմ քնում, բայց ասա հիմա մարդիկ շուտ են արթնանում։ Իսկ տեղ հասնելը ոնց է, որովհետև Երևանի տեղ հասնելը մի տեսակ խնդիր է դառել։ Այսօր մեծ լավ էր, զարմանալիորեն։ Երևի հայերը մեքենաներով դուրս են եկել համառային շրջանում։ Զարմանալիորեն բաց էր ճանապարհները։ Պարոն Հայրիկյան, մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ տեղի են ունենում աննախադեպ երևույթներ։ Օրինակ, եթե չհաշվենք, որ վերջին անգամ 1938 թվականին ըստ տեղեկությունների Խորենա Մուրադբեկյան կաթողիկոսը խեղդամա արվեց KGB-ի գործակալների կողմից իր բնակարանում, դրանից հետո մենք երբևէ ականատես չենք եղել, որ վեհափառ հայրապետը ամենայն հայոց ենթարկվի նման բռնաճնշումների իշխանությունների կողմից, ինչին ականատես ենք լինում հիմա։ Հարուցված քրեական գործ, վեհափառի եւ 6 եպիսկոպոսների դատավարություն, թեպետ դատավորը ինքնաբացարկ հայտնեց, սակայն դա հարցի լուծում չի, որովհետեւ իշխանությունները կփոխեն, կբերեն այնպիսի մի դատավոր, որը պատրաստ կլինի կատարել իշխանության կամքը եւ ինչ որ մի վճիռ կայացնել վեհափառին, որում կարևոր չի կկալանավորվի թե չէ։ Միայն այն փաստը, որ վեհափառը կանգնած է դատարանում, ինքնին արդեն խոսուն աննախադեպ երևույթ է։ Ինչ եք կարծում, այս գործընթացը ինչքան կխորանա, ի վերջո մենք կտեսնենք վճիռ, համաձայն որի կունենանք նաեւ դատապարտված վեհափառ։ Ես չեմ էլ դա
չեմ էլ կարողանում դա պատկերացնել, որովհետև մի անգամ եղել է մարդկությունը 2000 տարի առաջ փորձել է հոգևորը ոչնչացնել, բայց գիտենք, թե արդյունքում ինչ տեղի ունեցավ, այսօր աշխարհում 2 միլիարդից ավելի հետևորդներ ունի։ Նա ում իրենք փորձում էին ինչ-որ մարդիկ ժամանակին։ Ես կյանքի հոգևոր կողմին հավատում եմ և որքան էլ տհաճ են ներկա երևույթները, հավատում եմ, որ մարդը հոգևոր է որ մարդ և հետևաբար մարդկություններ հոգևոր է մարդ ու պատահական չի, որ այսինքն եթե այդ հոգևորը ոտնահարվի, նշանակում է մարդը դադարելու է լինել մարդ և պատահական չի, որ այսօր շատ երկրներից ոչ հայեր ուղղակի կարգ են հրավիրում Հայաստանի իշխանավորներին։ Երևի տեղյակ եք, որ երեկել Սլովենիայի նախկին պետական պաշտոնյաները բաց նամակով դիմել են, կոչանելով, քանի որ դուք հայերը ձգտում եք դառնալ Եվրոպական միության անդամ, այդպես է ընկալված իրենց կողմից, դուք պիտի եվրոպական արժեքներով ապրեք և չմիջամտեք, ոտնձգություններ չկատարեք կյանքի հոգևոր ոլորտի նկատմամբ։ Պարոն Հայրիկյան, նաև գիտեք զավեշտը ինչու՞մն է, երբ որ դատավորը ինքնաբացարկ հայտնեց, մենք դե սովորություն ունենք, չէ, այսպես ասած ձեռի հետ հերոսներ կերտելու, միանգամից մարդիկ ոգևորված, տեսեք ինչ դատավոր է, հաշվի իհարկե չառնելով դատական համակարգը այսօրվա, որովհետև ինչպես բոլոր համակարգերը, այդ թվում նաև դատական համակարգը մեկ մարդու գրպանում է, եւ հրամանները հենց մի մարդու կողմից է հիմնականում, հա։ Եվ էլի, ինքնաբացարկ հայտնած դատավորին մարդիկ փորձեցին էլի այսպես հերոսացնել, առանց հաշվի առնելու շատ կարևորագույն բաներ։ Հերոսացնել։ Պարոն Հայրիկյան, մի բան ուղղակի ավելացնեմ Արտուրին, իմ կարծիքով ինձ թվում է Արտուր ոչ թե հերոսացման գործընթաց է իմ կարծիքով, չէ, ամենևին, բայց ամեն դեպքում դատավորն էլ է մարդի, այլ բան է դատել քաղաքական գործի, այլ բան է դատել վեհապարին, մարդը կարող է վախ ունենա Աստծո նկատմամբ, այդուհետ օրինակ հիշենք, երբ որ Եղիշե Չարենցյան դպրոցը ժամանակին եկեղեցի էր, երբ որ բոլշևիկյան իշխանությունը քանդեց եկեղեցին եւ կառուցեց դրա ավերակների հիման վրա դպրոց, ըստ մեծ հացած խոսակցությունների այդ քանդողները թեպետ գործիքն էին իշխանության ձեռքին, սակայն ունեցել են վատ ճակատագիր, մահացել են տարբեր ոչ իրենց մահերով, այսինքն դատավորն է կարող է չէ՞ վախ ունենալ Աստծո նկատմամբ, այն այդ յուրաքանչյուր փռշտոց վերագրի Աստծո ամեցքին։ Չմոռանանք, որ Հայաստանում հայտարարություն է արել վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, որ այդ որ դատավորը կհամարձակվի հակառակվել իմ կարծիքին։ Եվ ես չեմ կարծում, որ իր բեմականացման մաս է կազմում այս դատավորի հրաժարականը։ Ընդհանրապես անհնարինը հնարավոր դարձնելուն հավատացող մարդիկ իրենց երևակայությամբ չասեմ, ավելի շատ կյանքի փորձով բավական տարբերվում են շարքային քաղաքացիներից եւ քանի որ ես առիթ ունեցել եմ այն ժամանակներում, երբ ոչ թե դատական համակարգային ընդհանրապես ամեն ինչ ենթարկվում էր կոմունիստական իշխանություններին, բռնապետությունների վերջո կատարյալ ամբողջական բռնապետություն էր, բացարձակ բռնապետություն, այնտեղ ես առիթ ունեցել եմ տեսնելու դատավորների ինքնուրույն կեցվածք։ Այնտեղ իհարկե այնքան հոգևորի չէր առնչվում, որքան ազգայինի, մտավորի, ու ինչ-որ չափով բարոյականի, բայց առաջին դատավարության ժամանակ Օրսնվիրի ինքը, Խանամիրյան, ազգանունով դատավորը համարձակվեց KGB-ի ինձ համար 7 տարի պահանջելուց հետո, որպես կազմակերպության ղեկավար, ինձ դատապարտել 4 տարվա ազատազրկման։ Եվ տարիներ հետո երբ մենք հանդիպեցինք պատահականորեն, բայց պատահականորեն ինձ համար ճակատագրի կամքով երևի Աստված կամենում էր, որ ես իմանամ, որ ամենածանր պայմաններում կարող են ինչպես դու ես համարձակվում բացասականին ընդդիմանալ, դիմացին էլ նույն դատավորն էլ կարող է բացասականին փորձել իր ձևով ընդդիմանալ։ Եվ այդ դատավոր Խանամիրյանը ինձ ներողություն էր խնդրում,
որ ստիպված եղելից 4 տարվա դատապարտել, պատկերացրեք, սովետական դատավորը։ Եվ ասում էր, եթե ես 4 տարի չդատապարտեի, ավելի պակաս, այդ դեպքում գործը կվերանային եւ 7 տարի դատապարտել։ Եվ դրա որպես ապացույց ինքը հիշատակեց այն, որ Աշոտ Խաչատրյանին եւ Ռաֆայել Բարսեղովին, իմ կազմակերպության, մեր կազմակերպության անդամներից, դատախազը 4 տարի էր պահանջել, իսկ ինքը 6 ամսվա դատապարտելով դատարանի դահլիճից բաց թողեց։ Ասում է, ես ինչ որ կարող էի արեցի։ Երկրորդն էլ ասեմ միանգամից, ըստ օրենքի, երկրորդ անգամ պետական հատուկ վտանգավոր հանցագործության գործով դատվող մարդը օրենքի պահանջներ, պիտի անպայման հայտարարվեր ռեցիդիվիստ, ինչի հետո տեղի ունեցավ Ազատ Արշակյանի նկատմամբ։ Մոտավորապես 10 տարի, 11 տարի անց։ Բայց դատավոր Դանիելյանը, մեզ շատ հայտնի ցավոք սրտի երջանկայի շտը Կարինե Դանիելյանի հայրը, դատախազի 10 տարի եւ 4 աքսոր պահանջից հետո, երբ դատախազը հստակ ասել է ճանաչել ռեցիդիվիստ, հանկարծ հայտարարեց ոչ թե ռեցիդիվիստ, այլ 7 տարի խիստ ռեժիմ։ Ճամբարում մյուս ազգերի քաղաքականավորներն ասում էին, «Էս ինչ է գրել դատավորը, դատարանը քո պաշտպանն է, երևաց է, քանի որ Հայրիկյանը երիտասարդ է, իսկ ռեցիդիվիստ լինելը եւ այլն, ուզում եմ ասել, ես տեսել եմ ամենածանր պայմաններում դատավորների ինչ որ չափով բարոյական կամ մարդկային արդարամիտ դրսևորումներ։ Եվ ես դրական երևույթ եմ համարում, չեմ կարծում, որ սրանից հետո հերթի կկանգնեն այն նույնիսկ սատանային ծախած, իրենց հոգին ծախած դատավորի պաշտոն զբաղեցնողները հերթի կանգնեն, թե թույլ տուր մենք գնանք այդ գործը շարունակենք։ Այս գործում ով էլ լինի, ոչ միայն այսօր ողորմել լինելը, այլ ով էլ որ լինի, նա ի վերջո պարտված է, որովհետև այսպեսի գործում օծյալի դեմ, գիտեք, ամենակարևորը օծյալն է։ Ինչ է նշանակում օծյալ, շատ մարդիկ դա չգիտեն։ Երբ երեխային տանում ես կնքելու, կնունքի ժամանակ հոգևորականն ասում է, երեխան վերածնվեց, այսինքն նոր մարդ է դառնում։ Երբ հոգևորական ամենաբարձր կարգի հոգևորականը դառնում է կաթողիկոս, օծվում է կաթողիկոս, ինքը օծյալ է։ Այսինքն այս դեպքում միտքս ավարտեմ, մենք գործ ունենք ոչ թե ինչ որ դատական գործընթացի հետ, այլ գործ ունենք այն երևույթ է մարդուն, մարդկությանը, մարդ համարել թե ոչ։ Այսինքն սատանայականը, չարը պիտի կարողանա հաղթել հոգևորին։ Հոգևորին հաղթել նշանակում է վերացնել մարդկությունը գոնե այն շրջանակներում, որում դու կաս։ Այնպես որ այս հարցում իրենք դատապարտված են, չարը միշտ, գիտեք, չէ ինչպես ասում, երբ Աստված ուզում է մեկին բաժել, խելքից է զրկում, բանականությունից։ Այո։ Եվ հիմա մենք գործ ունենք այդպիսի մի երևույթի հետ, անկախ նրանից, ինչ անհատական վերաբերմունք ունես որևէ հոգևորականի նկատմամբ, միշտ պիտի հիշես, որ ինքն իրենից բացի, իր անձից բացի ներկայացնում է այն հոգևորը, որը քեզ մարդ է պահում։ Պարոն Հարիկյան, դուք հանուն անկախության չափազանցված չեմ լինի, ասեմ, ձեր կյանքի գրեթե տարիների մեծ մասը անցկացրել եք բանտում։ Բայց նախքան դատարանի առաջ կանգնելը ձեզ ձերբակալել են։ Հիմա նայեք, նայում ենք այսօրվա ձերբակալությունների կադրերին, մի հատ հետաքրքիր ցույց ֆիլմեր լինեն, նախ ստորացնում են մարդուն, արժանապատվությունը մարդը որևէ դիմադրություն ցույց չի տալի, իր համար կանգնած է, հանգիստ կանգնած է, մեկը գալիս են, խփում են ոտներին, գցում են գետնին, այո, ոչ մի բան, ծունկը դնում են գլխին, բայց այդ ամենի տակ էլ մեծ երաժշտություն են դնում, ոնց որ ֆիլմ նայեցին, հոլիվուդյան։ Հա, չի տպավորիչում, ասեն ստորացնելով մարդու արժան, այսինքն բացի իրավական ինչ-որ գործընթաց կատարելուն, նաև ստորացնում են մարդու անունն ու արժանապատվությունը։ Դուք որպես բոլշևիկյան իշխանության կողմից համարյա պետական հանցագործ, հա, պետական ծանր։ Հա, ծանր հանցագործ։ Երբևէ նման երևույթի հանդիպել եք, որ այտենց մարդուն գան ուղղակի կանգնած լինի մարդը, խփեն ոտներին, գցեն գետնին ու ասես, չգիտեմ, այդ վայրենավարի ասես մարդուն ձերբակալել։ Հիմա ես չեմ կամենա լինել կոմունիստական բռնապետության փաստաբանը, բայց իմ առաջի զգացումը գիտեք ինչն է եղել, որ երբ նայել եմ, ես ի վերջո դատվել եմ 5 անգամ։ Այդ 5 անգամ ընթացքում 3 անգամ ձերբակալվել եմ, որտեղ 2 դատավարություն տեղի ունեցել կալանավայրում։ Իսկ ժամկետը սկամեցել են ավելացնել,
Եվ 10 տարին դարձրել են 13 տարի այդ նախավերջին կալանքի ժամանակ։ Ու այդ բոլոր ձերբակալությունների ժամանակ միայն մի դեպք է եղել 88 թվականին, երբ ես իմ մեքենայով փորձում էի խուսափել հետապնդումից ոստիկանների, բայց վերջի պահին մտածեցի, որ եթե ես դուրս գամ քաղաքից, կարող է այնպեսի բան լինել, որ օրինակ այն ժամանակ պատահում էին սպանություններ եւ այլն, ասեցի լավ, ավելի լավ է բնակավայրում կանգնեմ, որովհետեւ մի քանի ավտոմեքենա, ու որ կանգնեցի, տեսեք, այն ժամանակների համար 88 թվականներ, բայց հետագայում անբարոյական էին համարում այնքան, որ ոստիկանները ինձնից հետո ներողություն էին խնդրում, որ մեր այս ինչ ընկերը, այս ինչ բաններ եւ ինչ էր արել ընդամենը, երբ ես մեքենան կանգնեցրի, նա անմիջապես մեքենայի անվադողը իջեցրել էր։ Հա։ Դա էր ամբողջ բանը։ Այսինքն հետո կրկնում եմ, երբ ես վերադարձա Ամերիկայից, ու արդեն ոստիկանների հետ կապ ունի, ասում եմ, բայ ներողություն են խնդրում, որ այն ժամանակ այդ անշնորհքությունը արեց։ Բայց այնպես չի, որ օրինակ Աշոտ Նավասարդյանին, երբ երկրորդ կալանքի ժամանակ տարել են էտապով էին տարել, այսինքն գնացքի կալանավորական վագոններով, ամբողջ ճանապարհին իր նկատմամբ բռնություն են գործադրել, բայց հրապարակային ցուցադրական ոչինչ։ Կադրերը տարածել։ Ավելին մի բան ասեմ, քիչ առաջ նշեցի Աշոտ Խաչատրյան, երբ մեզ առաջի դատավարության ժամանակ զինվորներից մեկը սխալ բան արեց, այս երիտասարդն էլ Աշոտը ասեց ֆաշիստ բանը, կանվոյի պետը, պահակախմբի պետը ասեց դուք կստանաք։ Ու ճանապարհին մեքենան կանգնեցրեց, որ իրավունք ինքը չուներ։ Ու մեքենայի այդ, գիտեք, վարանոք, որ ասում են այդ մեքենայի միջանցք հրավիրեց Աշոտին, որ Աշոտին հրավիրեց, ես իմ խցից ասեցի փոքր խցեր էին։ Ասի ես էլ եմ ասում ֆաշիստ, Աշոտին հետ տարավ, ինձ ասեց դե դուրս եկեք, եւ այդտեղ Խեյֆեթը դրա մասին մանրամասն գրել է տպավորիչ եղել իր համար, ասեց ասում ես ֆաշիստ, հա, ասի չէ ներողություն, դու ֆաշիստ ես, դու կոմունիստ ես։ Հիմա եթե կոմունիստ լինելու համար քայլ ձեռնարկի, չի լինի, ֆաշիստի համար էլ ներողություն եմ ասում։ Կարգին հաղորդում է հիշեցի, որ ասում եմ, բայց ինչ աննասուն երկիր է, չէ։ Ես ինչի եմ պատմում։ Հետո որ վեր եկանք բանդ, դե բանդի պետ ինձ համար չեկիստ է, բոլորը չեկիստ են։ Ես ոչինչ չասելով գնացի խուց։ Հաջորդ օրը բանդի պետն ինձ ասում է, բայց դուք ինչի չբողոքեցիք, որ այդպեսի բաներ։ Ինչի չբողոքեցիք, որ կամ բանը պահակախմբի պետը այդպեսի բան արել։ Աշոտն էլ երիտասարդ այդպես իր մարդկային նկարագիրը պահպանելով, դիմացինը մարդ տեսնելով եկել ասել էր, «Էս ինչ խուժանություն է կատարվել»։ Աշոտը ինձնից 1.5 տարի երիտասարդ էր, 2 տարի։ Եվ Աշոտին լսելով այդ պահակախմբի պետին հեռացրին։ Սա ուղղակի դրվագ եմ ասում, այնպես չի որ ամեն ինչ սովետի օրոք են, որ քեզ անմեղ մարդուն կամ հայրենիքդ սիրելու համար քեզ կալանավորում են, այդ արդեն ահավոր է։ Բայց ես որ նայում էի այս կադրերը, մտածում էի, փախուստի փորձ չկա, բռնություն կիրառելու փորձ կամ սպառնալիք չկա։ Էս ինչ է կատարվում։ Էս որտեղ ենք մենք ապրում։ Ամերիկայում ես տեսել եմ, բայց ոստիկանը պիտի հիմնավորի, որ չէր ենթարկվում մեր հրամանին։ Կամ նույն ձեռնակապերն անցեկացնում, ասում են շրջվի։ Ես ամերիկյան իրավակարգներ եմ տեսել, դրա համար եմ Ամերիկայի օրինակը բերում։ Եվ իմ ելույթներում արդեն ես խոսել եմ այն բանի մասին, որ ամենածանր հանցագործն անգամ, քանի դեռ դատարանի կողմից դատված չէ, համարվում է անմեղ։ Այո, անմեղության կանխավարկազեկույցունի, բայց նույնիսկ դատված հանցագործ ճանաչված մարդու նկատմամբ մեր օրենքները պահանջում են հարգալի վերաբերմունք։ Նույնիսկ մարդու անձնականին են, պարոն Հայրիկյան, միջև ձեր այստեղ լինելը, մենք քննարկում էինք Արենի հետ, նույնիսկ անձնական տվյալների մեջ են մարդիկ մտնում եւ փորձում են այդ ամեն ինչը հանրայնացնել, դե մարդիկ էլ փորձում են դրանով նաեւ, չգիտեմ, ղուցարումած շեղելու համար նաեւ մարդկանց։ Թե նաեւ ցավ պատճառ։ Ցավ պատճառելու եւ դա այո շարունակվում է, որտեղ երեխաներ կան, ճակատագրեր կան։ Մտնել եթե օրենքի շրջանակներում է կատարում, դա նույնիսկ իրենց պարտականությունն է, ծայրահեղության մեջ չեմ ուզում ընկնել, որովհետեւ եթե դու հանցավոր դրսևորումների բնույթն ես ուզում բացահայտել, պիտի խորանաս։ Կարող ես նաև բանկային հաշիվների մեջ խորանալ, բայց երբ դա հրապարակում ես, այո, այդտեղ երևում է քո
Նույնիսկ կրկնում եմ, նույնիսկ եթե մարդը արել է բաներ, որոնք հանրության կողմից դատապարտելի են, մարդը ունի արժանապատվության իրավունք եւ նա պիտի պաշտպանված լինի։ Իսկ եթե դու մանավանդ ստահոդ լուրեր ես տարածում, այսինքն որևէ լուր պետք է հիմնավորված լինի եւ համարվի վերջնական ընդունված կասկածյալի նկատմամբ դատարանի որոշումով։ Քանի դեռ դատարան այդ որոշումը չունի, քոնը կարծիք է, ենթադրություն է, եւ դու նրա համար ես իրավապահ կառույց, որպեսզի ճշմարտությունը վերհանես դատարանին ներկայացնելու համար, ոչ հանրությանը ներկայացնելու համար։ Երկիմաստ ինչ որ հայտարարություններ են անում, նոր խոսում ենք Արտուրի հետ, օրինակ վերջին դեպքի հետ կապված Արգամ Աբրահամյանի, Հովիկ Աբրահամյանի որդու, որը Գագիկ Ծառուկյանի փեսան է։ Հայտարարության այո, անդադար շեշտում է, որտեղ մեխդա է, անդադար նշվում է, որ Արգամի կինը անձնական հարաբերություններ է ունեցել ինչ որ մեկի հետ ով սպանվել է։ Հիմա ի՞նչ է նշանակում անձնական հարաբերություններ։ Այդ էինք նոր քննարկում, շատ երկիմաստ։ Հիմա մենք այս պահին գտնվում ենք ինչ որ հարաբերությունների մեջ։ Ինչ որ գործնական, աշխատանքային, անձնական, երբ որ մեկի հետ խոսում ես, արդեն դա անձնական հարաբերություն է, գործնական հարաբերություն է, այսինքն նման երկիմաստ հայտարարություններ տարածելը Չէ, դա ստորություն է, մի անգամից ասենք, ստորություն է եւ վերջ, որովհետեւ գործը ի վերջո այդ կնոջ նկատմամբ չի, չէ։ Հա, իհարկե։ Նույնիսկ դու ինչ ես կարող ես ասել հարևանուհին եղել ես ինչ մարդ է եւ սիրած է ունեցել օրինակի համար, բայց ինչ կապ ունի։ Ինչ ես ուզում եմ, ասենք սա ցույց է տալիս չարի, իսկ չար նշանակում է նաեւ ամբարո։ Չես կարող դու լինել չար, չարի ներկայացիչ, բայց ինչ որ հարցում լինել այդ չարի արժեքներին չհամապատասխանող։ Գործ ունենք չարակամությամբ առաջնորդվող, նյութապաշտ, նախանձ, այն որ հրապարակավ սպառնում են հայ առաքելական եկեղեցուն եւ իբրև թե բարոյական չափորոշիչներ են ուզում կիրառել, դա արդեն վկայությունն է, բանի գործ ունենք չարի հետ։ Բան հայրիկան նայեք, ես չեմ մեր խոսքի իրավունքը։ Այդ բանը երբ որ ասել որ նույնիսկ վեհապար հայրապետը ժամանակին այսպիսի բան արել, դա իմ դուրը չի գալիս։ Բայց երբ ասում է ես նրան պիտի հեռացնեմ, բայց դու ով ես։ Դու ինչ իրավունք ունես դրա մասին խոսելու այդպիսի սպառնալիքներով հանդես գալու։ Դա արդեն անթույլատրելի է։ Պարոն Հայրիկյան, նայեք, ես անդադ դրա մասին բարձրաձայնում եմ, այն որ հրաման տվողը մենք գիտենք, հա, ինչ վարքի տեր է, գիտենք, բայց այդ հրաման կատարողները Մենակ նրա գիրքը հերիք է հասկանալու համար, որ թե նա Ահա, այդ հրաման կատարողները, ովքեր որ այսպես կորացած եւ տենց ցանկացած պահանջ իրականացնողներ են, հա, ստրկամիտ, դուք շատ լավ բան ասացիք մի անգամ իմ եթերում, ասացիք հարճ։ Այս մարդիկ, ովքեր որ այդ հոգեբանությամբ են առաջնորդվում, իրենք վաղը այդ համակարգում են լինելու, չէ՞, համակարգը նվաստացնելու ինչ ցուցում կա։ Մինչև իրենց գործողությունները սկսել է, վարչապետի պաշտոն զբաղեցնող մարդը նուրբ փորձարկումներ էր կատարում եւ դրան զուգահեռ պատրաստում էր համախոհներ, համախոհ լավ բառ է, պատրաստում էր այս իրավիճակը բնականon համարող մարդկային զանգված։ Դրա համար ինքը օգտագործում էր մեզնից բոլորից հավաքված հարկերը, դրա համար ինքը օգտագործում էր իշխանությունը եւ նաեւ ամենակարևորը ինքը օգտագործում էր իր նկատմամբ սահմանադրությամբ նախատեսված իրական վերահսկողության բացակայությունը։ Խորհրդարանական համակարգ նշանակում է իշխանության ճյուղերի տարանջատումը եւ փոխադարձ վերահսկումը նվազագույնի հասցնող կամ բացառող համակարգ։ Սովորաբար մարդիկ իրավիճակին վերահսկում են ընտրության ժամանակ ձայն տալով քաղաքացիները, բայց ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում նրանք իրավիճակին վերահսկում են իրենց կողմից ընտրված դատավորների միջոցով, իրենց կողմից ընտրված ազգային ժողովի միջոցով, իրենց կողմից ընտրված վարչապետի կամ գործադիր իշխանության միջոցով։ Հիմա այս խուժան խորհրդարանական համակարգը, տեսեք, միլիոն անգամ ասել եմ, ուրիշներն են ասել, Մուսոլինիի համակարգը, Մուսոլինի, որին պատի տակ գնդակարեցին, լինչի դատաստանի ենթարկեցին այս սահմանադրության համար, ինչ որ սրիկաներ հարկ համարեցին դարձնել հայկական սահմանադրություն։ Մենք ունեինք Մուսոլինիի սահմանադրությունը դարձրեցին հայկական, տենց ձևակերպ։ Այդպես։ Եվ մեզ ստիպում են ապրել դրանով։ Հիմա դուք որ հարցնում եք այն մարդկանց մասին, ովքեր որ տագնապ չունեն,
Նույնը Մուսոլինի օրոք, չէ՞։ Մուսոլինին ծառայող մարդիկ մտածում են, որ վերջացավ։ Մենք հիմա ունենք անվերահսկերի իշխանություն, ինչ ուզի կանի։ Ես էլ ընտանիք եմ պահում, ուզում եմ լավ ապրել, ինձ բարձր աշխատավարձ է տալիս, պարգևավճար է տալիս եւ այլն։ Տեսեք, օրինակ, ես առաջարկեցի մոտավորապես 1/4 գնով կամ 1/3 գնով շուկայականի իմ տունը դարձնել թանգարան, որտեղ այնտեղ գանձեր կան, իսկապես գանձեր կան։ Միայն մի բան ասեմ, Վասիլ Ստուսից ստացած նամակները։ Վերջերս Ուկրաինան իր ամենաթանկարժեք դրամաթղթի վրա տպեց Վասիլ Ստուսի նկարը։ Ժամանակին ես դիմել էի, որ Վասիլ Ստուսին որպես օտարներից առաջինը հայկական կազմակերպության անդամ դարձող եւ դրա համար պատժվող անձ, հետո իր օրինակին հետևեցին շատ տասնյակ մարդիկ, ռուս, մոտ 50 հոգի ուկրաինացիներ, լիտվացի, լատիշ, հրյաներ, նշանավոր դեմքեր։ Ես առաջարկում եմ, որ իրեն դարձնեն ազգային հերոս Հայաստանի։ Դուք պատկերացնում եք, հիմա երբ ուկրաինական ամենաթանկարժեք դրամաթղթի վրա տպվում է, դրամանիշի վրա տպվում է Վասիլ Ստուսի նկարը, մենք բոլորս կարող ենք ասել, եթե 10 տարի առաջ դա հարգած լինեին ասել, որ Ուկրաինայի ամենաթանկարժեք դրամաթղթի վրա տպված է մեր ազգային հերոսի նկարը։ Հիմա սա ինչի եմ ասում, որ այն պայմաններում, երբ մենք մտածում ենք մարդուկ ինչի են այսպես բարոյազրկված, որտեղ բարոյական արժեքները ոչնչացնելու գործընթացը արդեն 8 տարի է շարունակում է մեզ մոտ։ Հայաստանում կրթության նախարարը համարձակվում է ասել, տեսեք, սովետական միության տարիներին սովորեցնում էին հայրենասիրություն։ Պատերազմը կոչվում է բոլշևիկյան պատերազմ, կամ երկրորդ աշխարհային պատերազմ, հայրենական պատերազմ։ Այստեղ համարձակվում է մի տիկին, նրա ոչ բարով հայացքները տարածող, որ ասում է հայրենասիրությունը ի վերջո վնասակար բան է։ Իդեպ կրթության նախարարությունից որ խոսեցիք, պարոն Արիկյան, մի հատ օրինակ բերեմ։ Հիմա մեր դպրոցներում մի ժամանակ որ մտնում էր դպրոց, հենց ճակատային մասում գրված էր ճանաչել զիմաստություն, զխրատ իմանալ զբանս հանճարոյ։ Հիմա հիմնական դպրոցների հիմնական մասում ջնջում են դա, ես ինքս եմ ականատես եղել եւ գրվում է Նիկոլ Փաշինյանի այն տխմալաբանությունը, մոտավորապես Լենինը, որ ասում էր սովորել ու վերջ, բանը գրված է, սովորիր որ լավ ապրես։ Այսինքն չկա որևէ հայրենասիրություն, որևէ ազգային ուղերձ։ Դա գրում են Նիկոլ Փաշինյանը։ Չէ, դա չեն գրում, բայց այդ ճանաչել զիմաստությունը ջնջված է, այսինքն Մաշտոցին փոխարինել են Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանն են նույնիսկ վերացնում, Կարեն, մենք դրան էլ ենք ականատես եղել։ Հիմա այդ քաղաքականությունն է, որ ամենը բանը հիմնականում նվաստացնելու, բարոյազրկելու, ավելի հստակ ասենք, որովհետև բարոյական մարդը կարող է դիմակայել բացասականին։ Ցանկացած պարտություն սկսվում է նախ քո բարոյական նահանջով։ Իհարկե չի ենթարկվում է բանտարկության, անազատության եւ այո ամենը դառնում է նաեւ սադրանքի։ Եվ ի վերջո ինչ որ մարդիկ սկսում են ասել լավ, քեզ պետք է գլուխդ կախաբրի կամ այն հին ստորացնող կարգախոսները, որտեղ հաց են տեղկած, եղուն գնես գլուխդ քորի։ Այսինքն դրանով են ուզում մարդկանց ապրեսնել եւ տեսեք մի բան ասեմ, ինձ հետ է կապված, բայց ես ինչ իրավունք ունեմ ուրիշի մասին խոսելու։ Ինձ հայտնի դեպքերն ավելի են ինձ հայտնի։ Ժամանակին 88 թվականին հանկարծակի մարդիկ զարթնեցին, չէ։ Հանկարծակի այդ մարդիկ իմացան, որ մի հայ տղա 17 տարի բանտերում նստել է, ղեկավարել է, հետ է եկել, հիմա էլ անկախություն թերթ է հրապարակում։ Էլի կարող են տանել։ Ու այդ ցանկացած մի քիչ գրագետ հայրենասեր մարդիկ, ես դա հետո եմ իմացել, անմիջապես չէի կրում, թե ինչ դեր եմ կատարում, այդ օրինակի մասն է խոսքը։ Ասում էին, ես էլ եմ Հայաստանը սիրում։ Եթե մարդը 17 տարի նստել հետ է եկել, հիմա էլ գործում է, չեմ կարող մի 3-ից 5 տարել ես։ Այն ժամանակ, գիտեք, հարյուրներով մարդիկ, որ սկզբից իմ մասին զազրախոսել էին կամ նույնիսկ հակամա, հետո մոտենում ներողություն էին խնդրում։ Ես ու տեսեք, անցնել այդ տասնամյակը ես հասկանում թե ինչքան կարևոր է օրինակը։ Իսկ այսօր ինչ օրինակ է տրվում։ Նախորդ իշխանությունների օրոք տրվում էին, փառաբանվում էին օլիգարխները իրենց տիկնապահական եւ այլն։ Սրանց իշխանության օրոք իշխանավորին հաջողացողը եւ պարգևավճար ստացողը եւ եթե դու չունես բարոյական նկարագրի օրինակը ցուցադրելու տրամադրվածություն, եթե դու սերունդների կողմից սրբություն համարված օրինակ ես իմ անուշ Հայաստանի բանաստեղծությունը որ թարգմանում ես, ես օտար ընկեր եմ ունեցել, որ շատ հիացած էր, որ թարգմանեցից, բայց
բան է, պրոզայիկ բան է, որ սիրում են Հայաստանը, ինչ կա այդտեղ։ Ասում եմ, չէ, դե բանաստեղծության մեջ ուրիշ ոգի է տրվում։ Բայց դա ցանկացած դպրոցականի բան էր, չէ՞։ Որպես անհաստ парքի ճամփա, ես իմ մասից սարն եմ սիրում։ Հիմա եկել են համոզում են, որ այդ բոլորը ովքեր ապրել են, նրանք սխալ են եղել։ Բայց դրա թիկունքում մեկ այլ կարևոր բան կա։ Մարդկությունը եւ բոլոր կրոնները ասում է պատվիր մեծերիդ, ծնողներիդ, որ երկար ապրես։ Հիմա այս քաղաքականությունը տանում է մի պատվիր ծնողներիդ, բայց շարունակությունը, որ կարճ ապրես։ Ուրեմն սա ուղղակիորեն նրանք ովքեր որ չհիմնավորված ասում են, սա ազգը գործանելու քաղաքականություն է տվարում, ես դες տվեցի տիեզերական ընկալումով այս գործունեության հետևանք, եթե սրան մենք չենք հակադրվում, բայց հակադրվել ոչ թե զրից անելով, ներողամիտ կլինեք, զրույցներ կարևոր է, խոսքը բայց այդ զրույցներում, խոսքերում պետք է լինեն հիմնավոր մոտեցումներ։ Եվ ես օրինակ ձեր հրավերը սիրով ընդունեցի, հիշելով մեր նախորդ խոսակցությունները ու դրանցում խոսքը զուգակցելու պատրաստակամությունը։ Դրա համար ես կարծում եմ, որ մենք ինչի մասն որ խոսենք, պիտի նաև մարդկանց օգնենք զգալու, որ հավատը կորցնել պետք չի, երկրորդ իման ասենք, որ լուծում կա, եւ այդ լուծումը շատ ակնհայտ ու շատ հասարակ է, ու մենք չպետք է թույլ տանք, որ այս երկիրը պատկանի ինչ-որ բախտախնդիրների կամ ծախու արարածների։ Ես հիմա չեմ կարող ասել, ծախված են, թե արկածախնդիր են, թե իդիոտ են կամ սատանայի սպասավոր են, բայց մի բան փաստ է, որ մենք ենք այս երկրի տերը։ Մեծ հաշվով բան չի փոխվում, որ հարկատունել դարել հերոս։ Իհարկե, ջնջեցին ազգային հերոսներին, որոնք հերոսանում են սխլանքի գնով եւ հերոս սարքեցին մարդուն, որը ընդհանրապես կատարում է իր պարտավորությունը, հարկատալի։ Ինձ ուզում են մեծ հերոս դարձնել, գիտեք, իմ հարկերը 700 անգամ ավելացրել է։ Համարդ ես ազգային կյանքում իմ տեղն ունեմ եւ համեստորեն ասեմ, ոչ մի հայ մարդ անձնական այսքան ներդրում չի արել ազգային կյանքում։ Ոչ միայն բանտեր նստել է, դրանք հետևանք են։ Ծրագրերը, այն ծրագրերը, որոնք դարձան ազգի սեփականությունը, երգերը, որոնք ուղեկցել են այդ ծրագրին, բանաստեղծությունները, կազմակերպական աշխատանքը, այլ ազգերին ներգրավելը հայկական խնդրի, որտեղ հայկական խնդիրը նաև իրենց խնդիրն էր։ Բայց այդ բոլորով հանդերձ ես չեմ ուզում դառնալ հարկատու հերոս։ Հիմա ես ընկած գիշեր ցերեկ վարսակալներ եմ ընդունում, որ բան անեմ, վարս վերցնեմ, հավաքեմ, ուրեմն քիչ է որ 18 տարի տվել եմ, իրականում բռնադատվել եմ 20 տարի, քիչ է որ 20 տարի տվել եմ գաղափարներից, հիմա էլ նույն հայրենասիրությանս պետք է տամ հարգեր, $14200 այս տարի պիտի տամ, առայժմ կարողացել եմ հավաքել մոտավորապես 4.500 Սարսափելի բան է։ Դեռևս 10000 կա, մինչև անցյալ տարի հայ էկոնոմ բանկից պարկ վերցրի եւ աղջիկս Ֆրանսիայից $4000 ուղարկեց, որ կարողանամ անցյալ տարվա 10000-ը փակել։ Ինչևէ, այս հերոսի մասին շեղվեցինք, ուզում եմ ասել, որ մենք ես կուզեի հասկանանք, որ եւ մարդկանց ներկայացնենք, որ շատ հասարակ լուծումներ կան։ Ոչ պորոտախոսել, ոչ ջարդել, ոչ սպառնալ ջարդել, ուղղակի հասարակ լուծումներ կան։ Ու թե ինչի մենք ազգովի դա չենք անում, ինձ չի, իմ ուղեղին չի հասնում, չեմ կարողանում հասկանալ։ Ինչն է խանգարում այսօր պատգամավոր դարձած մարդկանց, բարի լույս ասելու փոխարեն ասել, գիտես, Նիկոլ Փաշինյան, Հայրիկյանից 10 անգամ սահմանադրության նախագիծ է ստացել, ու չես քննարկել։ Գիտես, որ չքննարկելը, ընդդիմադիր քաղաքական ուժի ուղարկածը չքննարկելը, նշանակում է կատարել հանցագործություն, դու հանցագործ ես։ Եվ ինչ օրենքով ներողություն դայել ասեմ, կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ կետով։ Սա պետքա բոլորը եւ վեհապարը։ Վեհապարը պետք է վաղուց ասած լիներ։ Երբ Սերժ Սարգսյանը պարտակում էր իմ նախագիծը, հետո էլ Նիկոլ Փաշինյանը պետք է ասել լսիր։ Կարող է դու չգիտես, ես որ երիտասարդ էի, գնում էի Հայրիկյանի տուն, Մայրիկին մխիթարելու, որ ձեր տղան բանտում է, բայց մենք հարգում ենք քեզ, որ այդ տեսակ տղա եք։ Ես այդ մարդն եմ, հիմա ձեր տղայի ուրեմն դրանից հետո ասում է, այդ մարդը եղել է մեր անկախության պայքարի առաջնորդը, քեզ տվել է սահմանադրության նախագիծ, որում քրիստոնեական սկզբունքներն են արմատավորված, որին համաձայն է 17 քաղաքական ուժ։ Ինչի՞ չես քննարկել։ Դու չգիտես, որ դա հանցագործություն է։ Դու իշխանություն ես չարաշահել, խախտելով կուսակցների մասին սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ կետը
դու ոտնահարել ես Հայաստան այլևս ժողովրդավարական չէ, կամ էլ ամփոփություն ես թույլ տվել, մեկ հանցագործությունը։ Սա պիտի ամեն падգամավոր բարև ասելուց առաջ ասել, հիշում եք, չէ՞ որ դուք հանցագործ եք, քանի որ մոռանանք նույնիսկ անկախության պայքարի առաջնորդ։ Կուսակցապետ Պարույր Հայրիկյանի պաշտոնապես տված դիմումը խախտելով սահմանադրական այդ օրենքը դու պարտակել ես։ Դու հանցագործ ես։ Ուրիշ բանի մասին մի խոսի։ Հիմա այս падգամավորները անփորձ են, մարդիկ ասում են թողեք թող աշխատեն, նույն դրամաբանությամբ, ինչպես 18-ին ասում էին սրանց։ Բայց այդ падգամավորը չգիտի որ փողոցում մարդ բռնաբարել հանցագործություն է։ Իսկ երբ կուսակցության իրավունքներն ես դու ոտնահարում, դա նշանակում է հազարավոր մարդկանց ես բռնաբարում բարոյապես։ Այո։ Հիմա ո՞նց են, ինչ փորձ է պետք, դրա համար փորձ պետք չի։ Դրա համար պետք է լինել մարդ։ Պետք է լինել անաչառ մարդ, իսկապես լինել խորհրդարանական, լինել ազնիվ մարդ։ Նախանձ չլինել, ինձ ինչին եք նախանձում։ Չեք կարող միլիոն էլ ծախսեք, միլիարդ էլ ծախսեք, չեք կարող հասնել իմ արածին։ Այնպեսի բան է, որ ես ձեր համար եմ արում ընդհանրապես։ Արտուրը ամենանավակրթությամբ անընդհատ մի օկտատեր կա, որ հարցեր անընդհատ ուղղում Պարոն Հայրիկյանին։ Պարոն Հայրիկյան, իրականում ասում է Նիկոլի հետ ինչ որ քայլել եք, իրար հետ հեղափոխություն եք արել, հիմա ինչ փոխվեց։ Տղա ջան, Նիկոլին ծառայում ես, լավ ես անում։ Հա, տղա է։ Չէ, տղա։ Լավ ես անում, որ ծառայում ես, հավատարիմ ծառայում ես։ Հիմա ասեմ, Նիկոլ Փաշինյանը կրկնել է իմ հայտարարությունը։ Մերժիր Սերժին։ Ավելի ճիշտ մերժիր Մուսոլինիի սահմանադրությունը։ Երբ Նիկոլ Փաշինյանը ասպարեզ իջավ ասելով մերժիր Սերժին, այդ ժամանակ դա նշանակում էր մերժին այն սահմանադրությունը, որի հետևանքով իշխանության կարող է գալ որևէ մեկը, ոչ Նիկոլ Փաշինյանը, եւ լինել անվերահսկելի։ Ես էլ ասացի Նիկոլ ջան, դու ապրես, որ դու իմ ասածը հասկացել ես եւ հրապարակ ես դուրս գալիս։ Այդ ժամանակ Հայաստանում չէի, արտասահմանում էի, այնտեղից գրություն ուղարկեցի, որ ողջունում եմ քո այդ քայլը, ինչպես ցանկացած ով էլ աներ կողջունեի։ Եվ երբ որ ես Հայաստան գամ, կլինեմ քո կողքին։ Երբ ես վերադարձա Հայաստան, դրեցի ԱԻՄ-ում քննարկման այդ հարցը, ԱԻՄ նախագահությունը մերժեց։ Մենք քեզ շատ սիրում ենք, հարգում ենք, դու մեր նախագահն ես, ընտրված նախագահը, ել չեմ ասում առաջնորդը, բայց ԱԻՄ-ը Նիկոլ Փաշինյանի նման հայտնի դեմքին իրենք իր հրապարակումներով էին հիշում։ Չի կարող աջակցել որևէ հարցը։ Ես ասի ես խոստացել եմ պիտի քայլեմ։ Եվ իսկապես մի քանի օր Նիկոլ Փաշինյանին աջակցել եմ եւ ոչ միայն մի քանի օր։ Իմ ելույթները շատ ազդեցիկ էին այն ժամանակ, որովհետև հիշում եմ, որ 100,000-ների են ասում է, եթե դու մի բան չես կարող անել, ուրիշն ուզում է անել, պիտի օգնես նրան։ Իմ ասածը հասարակ բան էր։ Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե ես չլինեմ վարչապետ, ոչ ոք չի լինի, ես ասի, օհո, մենք գործ ունենք Սրիկայի հետ։ Իհարկե այդ հայտարարությունից հետո շատերը սթափվեցին։ Դրանից բացի, երբ ինքը ասեց, մենք ռևկոմ ենք ստեղծելու հրապարակում, ես լուր ուղարկեցի, որ տարբեր մարդկանց ինչ գժություն ասում։ Ինչ ռևկոմ է, հոգեկան հիվանդ։ Այդ ռևկոմը վերացավ, չկրկնեց։ Բայց ես չդառնամ վարչապետ, ես հասկացա, որ եւ ինչպես հասկացա, որ այն, որ ինքը ասում էր մերժիր Սերժին, վտանգավոր է, ինքը այդ տարբերակով չի գնում։ Ինքը ասում է մերժի Հակով կարած կոստյումը, Սերժի Հակով կարած կոստյումը, ուզում եմ ես հագնեմ։ Եվ ընդհատեցի, ես չեմ իմ արած քայլերի համար ես չեմ զղջում, ես պարտավոր եմ եւ ասեմ ԱԻՄ կանոնադրության մեջ գրած է, որտեղ որևէ ինչ որ գործողություն է կատարում հանուն հայրենիքի, հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների, ԱԻՄ-ը պարտավոր է համագործակցել։ Բայց տեսեք, ԱԻՄ նախագահությունը այն ժամանակ ասեց, որ չէ։ Ես շնորհակալ եմ իմ ընկերներին, որ նրանք այն որ ասում են ծառը պտուղով է ճանաչում։ Նրանք ասում են մենք Նիկոլի պտուղները տեսել ենք ինչեր էր նա գրում էր որ դու այմավաններ ես ստեղծում, բնակավայրեր ես ստեղծում, ինքը իր կնոջ հետ գրում էր որ Հայրիկյանը թալանով է զբաղված։ Վառած գյուղերն էի թալանում։ Ինչ մոռանալով որ ես ամեն ինչ անում եմ որ բնակավայրեր ստեղծի ու վերջը 43 մարդ է զոհվել։ Դուք կարող եք նշել որևէ ջոկատ, որ այդ բոլոր հպարտանում է որ 43 հոգի ունեցել է։ Իմ ջոկատների համակարգը 617 հոգի էր։ 43-ը զոհվել են պակիստանյանների համար բնակավայրեր կառուցելիս։ Այդ ժամանակներին մարդիկ հիշում են թե Նիկոլեն ինչ էին գրում մասին եւ ասում մենք նրա ձայն չենք տա։ Այնպես որ ես չեմ ինձ ված չեմ զգում որ հետևողական եմ եղել, այսինքն ասել եմ մեզ Մուսոլինիի սահմանադրությունը պետք չի եւ երբ որևէ մեկն ասել է այո այդ սահմանադրությունը պետք չի, ասել եմ ապրես։
Ու դրա համար ես չեմ ամաչելու։ Ես չեմ ասել Նիկոլ լավ ես արել, որ այդ խուժան գիրքն ես գրել։ Պարոն Արիկյան, նայեք, արդեն մոտ մի շաբաթ է ազգային ժողովը սկսել է իր աշխատանքները։ Ընդդիմությունը մինչև ազգային ժողով մուտք գործելը հայտարարում էր վստահությամբ, որ հունիսի 8-ից մենք այլևս ունենալու ենք չենք ունենալու Նիկոլ Փաշինյան վարչապետ, ունենալու ենք նոր վարչապետ, փոխվելու է իշխանությունը, բայց Չեռնամիրջինը ոնց էր ասում, խածելի կակլուչը получился как всегда։ Հիմա մենք արթնացանք հունիսի 8-ին, պարզվեց, որ էլի Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, բայց ինչևէ, ընդդիմությունը մուտք գործեց խորհրդարան եւ այս արդեն երևի 7-8 օր է արդեն նիստեր է գումարում, բայց չի նշмарվում այն օրակարգը հստակ ինչով որ ընդդիմությունը մուտք է գործել խորհրդարան եւ ներողություն ավելացնեմ վերջերս Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց որ հայ ժողովուրդը պետք է երազի որ ես մնամ պայքարում, որովհետև առանց ինձ դուք չեք կարող հեռացնել Փաշինյանին։ Հիմա դուք նույնպես հայ ժողովրդի մի կարևորագույն մասնիկներից մեկն եք։ Կա ձեր երազանքներում նման բան, որ անպայման պետք է այս կամ այն անձը մնա քաղաքականությունում, հակառակ դեպքում Փաշինյանին հեռացնելը ուղղակի անհնար է լինելու։ Հիմա տեսեք, սկսեմ այն սկզբից։ Նախնականը, որ ասացիք, ընդդիմությունը այս էր խոստանում, այն էր խոստանում։ Ընդդիմության մեջ բավական հաճելի կերպարներ եմ տեսնում, եւ խոսքի վարպետ, եւ կեցվածքի վարպետ, վերլուծությունների վարպետ, ուրախ եմ, որ կան այդպիսի մարդիկ եւ վստահ եմ, որ պիտի լինեին։ Ի վերջո ես ու իմ ընկերները միակը չէինք այս ազգի մեջ։ Պիտի այդ բանը դրականը շարունակվեր։ Բայց այդ ընդդիմությունը տրվելով ժամանակի քարոզչությանը, հակաքարոզչությանը, մոռանում էր, որ ընդհանրապես Եմ պատվիր մեծերինը իմաստուն եմ պատվում ես եւ անաչար գնահատական ես տալիս։ Պատվել չի նշանակում պաշտվել։ Սա պատվիր հիշիր, նայր ինչ արել։ Այս ամբողջ ընդդիմությունը պիտի մի բան մտածեր։ Հայրիկյանի կենթանության օրոք մենք գնում ենք ընտրությունների, աթոռի համար կռվի։ Հայաստանում չկա որևէ մեկը, որ ավելի շատ իրավունք ունենա Հայաստանում իշխանավոր դառնալու, քան Հայրիկյանը։ Ինքը չի մասնակցում։ Մեկ չխորանանք դրա մեջ չի մասնակցում։ Ինչ է ասում Հայրիկյանը մեզ մասնակցողներից։ Ասում է Նիկոլ Փաշինյանը, դա հրապարակավ բազմի անգամներ ասել է։ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները, իր հանցակիցները, որտեղ ես հանցագործության մեջ եմ եղադրում, այնպիսի խախտումներ են թույլ տվել օրենսդրական, որոնք կապված են ժողովրդավարության հետ։ Եվ եթե նրանք այսօր անպատիժ են մնում ձեր լռության հետևանքով, ապա նրանք վաղը նրանց համար որևէ խնդիր չէ ընտրություններն էլ խախտել։ Հիմա բոլորը գոռում են, չէ՞ որ ընտրությունները խախտված են տարբեր հիմնավորումներով։ Իրականում ընդդիմությունը իր կողմից ասում, ընդդիմությունը եւ իշխանությունը երկուսն էլ ասում են, որ ընտրությունները որպես այդպեսին լեգիտիմ չեն։ Բայց ազգային ժողովը ձևավորվում է։ Բայց ավելի հիմնավոր ասել է իհարկե Նիկոլ Փաշինյանը, անաչառ լինենք, 18 թվականին ինքն ասում էր այս ընտրական օրենսգրքով ու սահմանադրությամբ բնականաբար արդար ընտրություններ լինել չեն կարող։ Ասել է կառավարության ծրագրում, այսինքն այնպեսի տեղի ասել, որ չի ասել, խմացեի մի բան դուրս տվի։ Հետո դա դարձել է օրենք։ Կարասի հոս արել, որ տենց անցնի կապարներ։ Ուրեմն գանք շարունակությանը։ Ես կրկնում եմ, ընդդիմության մեջ կան առաջ գնալու ունակ մարդիկ, բայց եթե իրենք չեն լսում փորձառու մարդու խոսքը, որն ասում էր, այսպես պիտի լինի, դուք տապալվելու եք, բնականաբար իրենք այսօր պիտի շատ ճղճին վիճակում Երևան։ Հիմա էլ տեսեք, այսօր ես ասում եմ, չէ՞, ցանկացած մարդ ինչից որ խոսում է, պիտի հասկանա, որ այդ բոլոր բացասականները, բացասական երևույթները հետևանք են այն բանի, որ Հայաստանում սահմանադրությունը Մուսոլինիի սահմանադրությունն է։ Միաժամանակ պիտի հիշեն, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է սահմանադրական գործընթաց, որի դեմ պայքարող միակ քաղաքական ուժը ԱԻՄ-ն է եղել։ Հետո միացել են 17 այլ քաղաքական ուժեր։ Եվ այդ գործընթացում լուծումն է տրվել։ Տրվել է պատրաստի նախագիծ։ Իրենք մինչև հիմա նախագիծ չունեն։ Ասում են ունենք, բայց դեռ չենք հրապարակել։ Այդ հավասարազոր է ասի, որ երեխա ունեմ, բայց դեռ չեմ ծնվել։ Այ գիժ։ Դուք ես գժի տեղ կարող ես դնել, բայց ես գիժ չեմ։ Ունես, պիտի հրապարակեիր։ Ունենալ նշանակում է հրապարակել։ Իսկ ես քեզ տվել եմ միտումնավոր կերպով, տվել եմ 10 անգամ, որ երբ քեզ դատեն, դու որպես ռեցիդիվիստ դատվես։ Մեկ անգամ չեմ տվել։ Հիմա ոչ ոք անելու ոչինչ չունի։
Բարելույսի փոխարեն պիտի ասեն Պարույր Հայրիկյանի, այո հենց Պարույր Հայրիկյանի տված նախագիծը չես քննարկել։ Դա խախտում է։ Դու անցագործ ես։ Դու ոչ մի բանի մասին խոսելու իրավունք չունես։ Գնա դատարան։ Քո դատախազը սկզբից ասում էին փաստեր չկա, պարոն Հայրիկյան։ Հետո որ փաստերը տվեցի շարքը, հետո իրենց էլ ուղարկեցի, ասի հիմա էլ մի հատ եմ ուղարկում 10-րդ անգամ։ Էլ չգրեցին փաստեր չկան։ Որոշեցին պատասխանել այնպես, ինչպես KGB-ն էր պատասխանում։ Вам ответа не будет։ Գորբաչովին Սիբիրից գրում եմ, ասում եմ, լսի, հիմա ես հետ եմ գնալու, անմիջապես շարունակելու եմ գործունեությունս։ Դու դեմոկրատիա ես սկսել։ Ինձ պատասխանի, ես որ հետ գնամ, կարող եմ բացահայտ պայքար ստանել անկախության օգտին։ Մինչև քզից պատասխանի գալը ես իմ ակցիոնը ինքս երկարացնում եմ։ Դա նախադեպ բան էր, որովե քաղաքական կալանավոր ասի կամավորապես երկարացնում եմ։ Փետրվարին վերջացավ, ես վերադարձել եմ օգոստոսին։ Գորբաչովի կողմից գալիս է Իրկուտսկի մարզի առաջին քարտուղարն, ասում է, «Вам ответа не будет»։ Պատկերացնում եք, հսկայական ճանապարհն անցում գալիս է, որ ասի, из Центрального комитета нам сообщили, просили передать, что вам ответа не будет։ Հիմա սրանք որոշել են պարտակել։ Եվ սա ինձ չի վերաբերում։ Ուրիշ որևէ բան, որևէ դեսպան հետ հանդիպման ասի, պիտի ասային հետևյալը, գիտեք, մենք ունենք վարչապետ, որը ստացել է, որը խախտել է կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը։ Նրա հետ խոսելը ավելորդ է։ Բայց այս մարդիկ չեն հասկանում, այդ ընդդիմություն կոչված մարդիկ առավել եւս, նրանք պիտի իրենք հասկանային, որ ամենակարևոր բանն եմ ես տվել իրենց ձեռքը։ Կկանգնենք խոսեն, ես ինչ որ ես ինչ բան ասեցի, իրենց ինչ որ ինչ հայտարարություն արեցի։ Այմարդ ձեզ փաստ եմ տվել, որ դուք իրեն ասեք, ձեզ հետ չենք կամենում խոսել, որովհետև դուք հանցագործ եք։ Պարոն Հայրիկյան։ Հիմա բարձր ամբիոնը դարձրել են իրենց անձնական մանկության տեղի, այս երազանքների իրականացման թատերաբեմ։ Չես հասկանում նույնիսկ ինչի մասն է եւ հուսանք որ զարթեն, նոր կզարթեն։ Որտեղ են հայտնվել։ Հուսանք կզարթեն մի օր, այսօր էլ մենք իրենց հուշում ենք, որ ես ինչ եք տուն-տունիկով զբաղված։ Այո։ Պարոն Հայրիկյան, հետևելով ձեր Facebook-յան էջին, մենք համոզում ենք, որ դուք կենթանացել մարդ եք, ունեք շներ, կատուներ եւ բավականին մտահոգված եք այդ կենթանիներով, հոգ եք տանում նրանց մասին, ինչը շատ հաճելի է։ Բայց օրինակ երբևէ կպատկերացնեք, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը կենթանիներին ու մարդկանց այն աստիճանի կհավասարեցնի իրար, որ նույնիսկ ներողություն, ոչ այն ասեն, նույնիսկ քաղաքականապես կհավասարեցնի իրար եւ բռնաճնշումների կենթարկի նաեւ կենթանում։ Երբ որ Գագիկ Ծառուկյանին ձերբակալեցին, նրանից հետո ճակերտավորացված ձերբակալեցին նրա առյուծին եւ հասցրեցին մահվան։ Երբևէ բոլշևիկների ժամանակ տեսել եք, որ տիրոջը հետևի նաեւ կենթանին եւ կրի այն նույն զրկանքները, այն նույն քաղաքական հալածանքները, ինչ որ կրում է կենթանու տերը, այսինքն նման նախադեպ երևի ես չեմ հանդիպել դեռևս։ Երևի դուք ասացիք են ինչ որ ակնկալում եք լսել նաեւ ինձնից, բայց ասեմ որ այդ բոլորը գալիս է մի բանից, օրինականությունը խախտելուց։ Օրինականությունը պիտի տրամադրեր որևէ առարկայի, որը պատկանում է տվյալ մարդուն, քանի դեռ դատարանի որոշում չկա, այդ առարկայի նկատմամբ ոտնձգություն չի տալ եւ առավել եւս շնչավոր արարածների նկատմամբ։ Մեղադրանքը ներկայացրել ես, մեղադրանքը քննում եք, դատարանը որոշում է կայացնում եւ դատարանի կայացրած որոշումը կյանքի է կոչում։ Եթե դատարանի որոշում չկա, իսկ դատարանի որոշում չի կարող լինել նյութականի վերաբերյալ առանց արդի քննարկման, ապա դու պետք է ապահովես բնականon ընթացքը քո գործողությունների հետևանքով չխաթարելու հարցը եւ դրան պիտի հետամուտ լինես ու նաեւ պատասխանատու լինես։ Իսկ օրինականությանը չեն հետևում միայն մի պատճառով։ Նիկոլ Փաշինյանը որպես գործադիր իշխանության ղեկավար պետք է մշտապես զգար օրենսդիր իշխանության վերահսկողությունը։ Իսկ երբ խորհրդարանական խուժան համակարգում ես ապրում առանց մանավանդ ժողովրդավարական ավանդույթների, ասենք Հունաստան, Գերմանիա, Իտալիա, ինչ որ չափով ժողովրդավարական ավանդույթներ ունեն։ Եվ դա ինչ որ չափով օգնում է։ Այդ դեպքում դու պիտի հայտնվեիր հենց այս վիճակում։ Գլխավոր խնդիրը սահմանադրությունն է։ Մարդիկ կային, որ ընտրություններից առաջ ինձ ասում էին, դե ընտրություններում գնանք, հաղթենք, հետո քո սահմանադրությունը կորտեգրենք։ Այ փոքրիկներ։ Սահմանադրությունը այնպեսի նման է, գիտեք ինչի, որ ասային, մենք գնանք իշխանությունը վերցնենք, հետո անկախության հարակվեք անցկացնենք։
Ես անկախության հարակվե պահանջում էի դեռ առաջին, վայ, ինչ հետաքրքիր պատահականությունը։ Այսօր օգոստոսի 10-ն է, չէ՞։ Այո։ 53 տարի առաջ այսօրը ազգային միացյալ կուսակցության խորհուրդը այսօր այս ժամերին դուրս եկավ արտագնան նիստի։ Մենք գնացինք Գեղարդ, գիշերեցինք Գեղարդում։ Գիտեք, այն ժամանակ շատ ուշադիր էինք, որովհետև մենք արդեն դատված էինք։ Ես գոնե դատված էի։ Խորհրդի անդամներից նաև Աշոտներ դատված։ Ազատն ու Անդրանիկ Մարգարյանը չէին դատվել, բայց KGB-ին հայտնի էին։ Մենք խոսակցությունները միշտ զգուշ էինք տանում, կարող էին ձայնագրել, բայց պետք էր ազատ։ Իսկ երբ մենք Արշավի գնացինք, այնտեղ ազատ կարող էին քննարկել։ Ուրեմն իմ մասնաճյուղի տղաները անվտանգությունն էին հետևում, իսկ այդ խորհրդի անդամները 4 հոգի ազատ քննարկում են։ Ես հիմնականում մի խնդիր ունեի բացատրել իրենց, որ դե իրենք համագայական լինելով անկախություն ամեն գնով նպատակի կողմնակից էին։ Ես էլ իրենց այդպես։ Բայց հասկանալի է, որ գիտական մոտեցումը պահանջում է անկախություն այս ճանապարհով։ Իսկ ես հանրաքվեի գաղափարը խորապես ընկալել էի, նաև որպես միջազգային իրավունքի բաղադրիչ, պետք էր փոխանցել երիտասարդ մարդիկ 23-24 տարեկան, որտեղից իմանային։ Ես ի վերջո համալսարանը վերջացրել էի քաղաքականավորների հետ եկել։ Ուրեմն Գեղարդ, հաջորդ օրը Սուրբ Ստեփանոս, Հավուստար եւ Գառնի։ Այսինքն այդ արշավ էր, իբր թե կողքից որ նայում են արշավ էր, բայց միաժամանակ մեր արտագնան իսներ։ Եվ ավանդույթ կա արդեն ընդունում ենք, որ այդ օրվանից ազգային միացյալ կուսակցությունը որդեգրեց անկախություն հանրաքվեի ճանապարհով ուղեգիծը։ Այդ որ թիվներ պարոն Հայրիկյան։ 73 թվական։ Ես Գալանքից վերադարձա 73 թվականի ապրիլին, արդեն նոր կառույց ձևավորվեց հին ուժերի հիման վրա, ստացա ԱՄԿ-ի ղեկավար Հայկաց Խաչատրյանի օրհնությունը, որովհետև ես 69 թվականին դարձել էի ղեկավար ԱՄԿ առաջնորդների կալանավորման հետևանքով։ Իսկ 73 թվականին արդեն ընտրվեցի։ Ընտրվելուց հետո իմ ուղեգիծը պիտի մատչելի դառնար եւ հետաքրքրական է, որ այսօր հենց այս պահին լրանում է այդ պատմական Մենք գիտենք ինչ որ ենք ծեսել ավելի։ Հա։ Շատ հետաքրքրական է։ Բայց դա պիտի այսօր պետական հանրային լրատվությունը պետք է սկսել դրանով, որ գիտեք, մենք ունեցել ենք անկախության հանրաքվե, դա երկնքից չի իջել, որոշ տկարամիտներ եւ մեծամիտներ, որ ասում են, ես չեմ մասնակցել այդ գործին, բայց տարիքս պարտադրում էր, որ մասնակցեի, ուրեմն ասեմ, որ այդ հեչ, տենց մարդիկ էլ կան, էլի։ Անկախությունը մեզ օդից տրվեցին։ Ես 2 օր առաջ մի բան գտա, ասում եմ, լսեք, դա ասեք թե օդից տրվեց։ Ասված է, չէ՞, խնդրիր եւ կստանաս։ Դուք գոնե խնդրողների մեջ եղել եք։ Դու ասեք, Տեր Աստված, խնդրում եմ մեզ անկախություն տուր։ Բա որ չես եղել, ձայնդ կտրի վեր ենք, այ ողորմելի կոմսոմոլիկ։ Դու կոմսոմոլիկ ես եղել այն ժամանակ ընդամենը, բայց մենք հավատում ենք նաև քո ինքնորոշման իրավունքին։ Անկախություն, տեսեք, մենք անկախության իրավունքի մասին խոսելիս ասում ենք մարդիկ պիտի որոշեն։ Հիմա էլ ես ասում եմ, որ Սահմանադրությունը փոխելու եւ Հայաստանը աշխարհի ամենաօրինակելի երկիրը դարձնելու ժողովրդավարության տեսակետից, նաեւ քաղաքակրթական հնարավորություն ունենք։ Իսկ մերոնք ինչով են զբաղված։ Ոնց անենք Հայրիկյանը, տեսեք, ՀՄԿ-ը, հանրային հեռուստատեսությունը։ Մայիսի 28-ը Հայաստանում վերականգնել է ԱԻՄ-ը։ Սեպտեմբերի 21-ը գիտեք, ԱԻՄ-ի տոնն է։ Հուլիսի 5-ը Սահմանադրության օրը։ Առաջինը Սահմանադրության մասին խոսել է ԱՄԿ ԱԻՄ-ը 76 թվականից եւ վերևից նշան եկա, որ այդ օրը պետք է Հայրիկյանի ծննդյան օրը։ Ոչ մի դեպքում հանրային ռադիո, հանրային հեռուստատեսություն վերջին 10-15 տարում խոսք չկա։ Այնինչ ուրիշ երկրներում կփնտրեին, որ մատուցեին, հարստացնեին սերնդին։ Ոնց հասկացա սուրճ չեք խմում։ Սուրճ իսկապես չեմ խմում ես։ Ամբողջ կյանքում երևի իրար հետ վերցրած մի եսքան սուրճ ազգ։ Պարոն Հայրիկյանը նաև չի ծխում։ Այդ շատ լավ է։ Բոլոր ծխող ընկերներս 20-25 տարի արդեն մահացել են։ Ու հայտնի դեպքեր են, անունները չտամ։ Մեր միակ տարբերությունը եղել է, որ իրենք ծխում էին։ Թե չէ նույն բանտերը, նույն բան։ Այնպես որ ծխող մարդկանց խնդրում եմ սիրել իրենց երեխաներին եւ երեխաներին չզրկել հայրիկից։ Որտեղ երբ դու ծխում ես տղամարդը կամ մայրիկից, եթե կինն է ծխում, 17 տարով գրճատում ես կյանքդ, այսինքն կյանքդ ասենք դեռ ոչինչ։ Երեխաները կորցնում են հայրիկի, մայրիկի արժի։ Իսկ եթե երեխա չես սուրերում։
Եթե երեխա չես ունենում, աղբորդ երեխեքին։ Աղբորդ երեխեքին։ Արտուր ջան, եթե Հայերի մեծագույն արատներից մեկն է այսօր զանգվածային ծխել ես ցավոք ծխում եմ ու շատ։ Ես ընկերներիս հիմա չի Այս եթերից հետո վերադառնա։ Ես ընկերներիս ասում եմ, մամոտ չի ծխում ես։ Ասում են, ինչի ամոթ, ասում եմ, այդ ծուխը որ բարձրանում է, ու տիեզերքին նշան ես տալիս, որ այստեղ կա մի թուրական մարդ։ Կներեք իհարկե։ Հասկանալի է։ Մի արա էլի ամոթ։ Ինչ է վեր։ Դե տիեզերքին պարոն Հայրիկյան։ ուղեր շուղարկենք, որովհետև այնուամենայնիվ իրականում ոնց որ պարոն Հարիկյանն ասում 17 տարի կրճատելը շատ աղետաբեր է, որովհետև 17 տարին մի ամբողջ մարդկային կյանք է, ես չէ ուզենա 17 տարի քիչ ապրեի, հակառակը կուզեի հələ եւս 17 տարի այս հաղորդումը մենք իրար հետ շարունակենք, եթե այլ հարցեր չունենք պարոն Հայրիկյանին, եթե Միանգամից ասեմ մի բաներ, եթե կարելի է։ Այո, Քանի որ դրա մասին խոսեցինք, գիտեք, չէ, հիմա պահքի շրջան է։ Հայերը չինական, հնդկական, չգիտեմ, ճապոնական 1000 բանի հետևում են։ Հայ առաքելական եկեղեցու այդ կանոններին որ հետևեն, նույնպես ահագին շահում են։ Տարվա ընթացքում պահքն էլ հասարակ բան է։ Օրինակ ես մի շաբաթ ես ընդամենը եգիպտացորենը քաշեմ, նրան ձեծեցնեմ, այսինքն սոված չես մնում։ Ծխելը թողնելուց բացի արժի նաև հայ առաքելական եկեղեցու կանոններին հետևել, դա շատ առողջարար է։ Մանավանդ որ հայ առաքելական եկեղեցին ասում է պատվիր մեծերից, եթե որ կլսեն Հայրիկյանի կոչը, որ բարելույսի փոխարեն իրար ասեք։ Նիկոլ Փաշինյանը խախտել է սահմանադրական օրենքը։ Շատ շնորհակալ եմ, որ ինձ հրավիրեցիք։ Մենք նույնիսկ այս հոգևոր կանոններին չհետևելու արդյունքում ունենք այսօր այս վիճակը, այո։ Եվ հետևանքը զոր չի անցնում փաստորեն, էլի։ Ինչ Արտուր ջան, ամփոփենք հաղորդումը, եւս մեկ անգամ շնորհակալություն պարոն Հայրիկյան նման հետաքրքիր զրույցի համար, հետաքրքիր քննարկման համար, որովհետեւ մենք քննարկեցինք ոչ միայն ներկան, նաեւ անցյալը։ Խնդրեմ Արտուր։ Եվ այսքանով սահմանափակվենք եւ ես հեռուստադիտողին ասեմ, որ Առավոտը մեդիահաբի հետ հաղորդումը կշարունակենք ուրբաթ օրը, ինչպես ամեն երկուշաբթի եւ ուրբաթ, հուսանք, որ այս եկող շաբաթը կունենանք դրական լուրեր եւ կփորձենք ավելի այսպես Չենք սկսի ծեծ կրտուքից հաղորդումը, որտեւ ամեն անգամ ինչ որ վատ նորություններով ենք սկսում, այն էլ առավոտը մեդիահաբի հետ։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։